Մարդը հենց հանդիպում է խնդիրների, գիտեք ինչ ասում, փորձություն եմ անցնում։ Իմ անապատն է։ Ու սկսում է ճեղքել, աղոթքներով, չգիտեմ ինչերով։ Սիրելիներս, գիտեք, որ փորձություն երկու տեսակ կա։ Կա փորձություն, որ իրավիճակներ է ստեղծվում, դու կամա թե ակամա հայտնվում ես դրա էպիկենտրոնում, ու Աստված նայում է, թե ոնց դուրս կգաս այդտեղից։ Աստծո խոսքի համաձայն քեզ կպահես, թե աշխարհի լարփությունդ կմիացնես ու նոր ասենց կճեղքես դուրս կգաս, թե աշխարհիկ ձևերով դուրս կգաս։ Այդ փորձությունները գալիս են, որովհետև մենք ավելի զորանանք ու ավելի հաստատենք Տիրոջ կամքը մեր կյանքի մեջ։ Եվ կա, սիրելիներս, հատուցում, որը արածդ գործերի վարձքն է։ Հատուցումը նա չի, որ փորձանքի մեջ ես ընկել ու չգիտես ոնց դուրս գաս։ Հատուցումը նա է, որ մի օր ցանել ես, ու այդ օրը հնձում ես։ Մի օր ցանել ես ինչ-որ մի բան, ինչ-որ մեկի կյանքում, ինչ-որ մարդկանց կյանքում, ու այդ օրն եկել է հնձում ես։ Դա փորձություն չի, դա հատուցումն է։ Ինչ ենք ցանում մենք այսօր վաղվա համար։ Ուզում եմ դու ուշադիր լինես, թե ինչ սերմ ես ցանում այսօր դու վաղվա համար։ Ինչ ես վաղը ցանելու հաջորդ օրվա համար։ Սա շատ կարևոր է, որպեսզի հատուցումը լինի օրհնություն։ Եկեք այսօրվանից ուշադրություն դարձնենք, թե ինչ ենք ցանում մենք ու ինչ կա մեր ներսում, որը պետք է բերենք լույսի առաջ։